Առավոտ ձեքը-ձեքին վեր եմ կացել, առաջին հերթին դուռը բացել եմ ու բաղջիս եմ մտիկ անում, մի քիչ եղիմ ա դրել, այ խոտերը սպիտակին ա տալիս, սիրելի հետևորդներ ջան, արդեն գիշերը լավ ցուրտ ա անում, արևն էլ ծագում ա, գիտեք որ բնության մարդ եմ, ու չեմ կարող անտարբեր անցնեմ այս տեսարանով, գնում եմ աշխատանքի 9:20 րոպե, սիրելի հետևորդներ ջան, վայելենք արևածագը ամեն օր դեպի վեր նայենք, փառք տանք Աստծուն, արևածագը դիմավորենք, և բոլորովին պարտադիր չէ, որ գնանք հեռու երկրներ, բարձր լեռներ, որպեսզի դիմավորենք արևածագը, չէ որ մեր Հայաստանը արևի երկիր ա, վայելենք սիրելի հետևորդներ ջան, դանդաղ բարձրանում ա, բայց հետո արագ ա գնում մյուս կողմ, գիտեք որ օրը կարճացել ա, և հասցնենք մեր այդ կարճ ցերեկը վայելենք, լինենք բարի, լինենք հասկացող, լինենք առողջ ու երջանիկ, և ապրենք խաղաղ երկրում, ահա իմ գյուղի լեռնաշղթան, պարզ ու ջինջ երկինք, խաղաղ լուսաբաց, դե ես շտապեմ աշխատանքի, որից հետո կմիանամ ձեզ, արդեն տուն եմ եկել, այստեղ այդ քանդած կամարը մնացել էր այս օրերին, քանի որ ինձ լավ չէի զգում, Վահանիկի պապան էլ իրանց տան վերանորոգումով էր զբաղված, հիմա եկել ա, օգնում ա, այստեղ ցեմենտ և էկոգիպս եմ առել բերել տուն, պետք ա գալու, մի խոսքով վարպետին ենք սպասում, որը շուտով կգա։ Այս վիճակն արդեն, սիրելի հետևորդներ ջան, սկսել ենք շինարարության աշխատանքները, ավազ, ցեմենտ, բլոկ, տերևները հետ եմ ավլել ու այստեղ ցեխն ա սարքած, որ այդ բլոկները սրանով հավաքվի, դե գիտեք ոնց ա լինում։ Եղանակը հրաշալի, արևային եղանակը, եկել եմ, որ պատվալից բանա պետք տանեմ ու Սիման ստեղ բազմել է, ջան իղադրը լավ գիտի էլի, Սիմա, փոփուկ տեղի ես մանգալի այ պրճկված է, պուպուշ ջան, այս իմ կարալյոկները, երեք ամբողջը շարել եմ, սիրելի հետևորդներ ջան, այդ մասով էլ պիտի զբաղվեմ, գործը շատ է։ Այստեղ մի հատ ընդմիջում, դառը կոֆե, դառը շոկոլադ, քոթուկների մոտ, որից հետո կշարունակի էլի։ Սիրելի հետևորդներ ջան, եկել եմ ուտելիք պատրաստեմ, որ վապետը գործ անում, հացել պիտի սարքեմ, մենք հայերս այդպիսին ենք, չէ, սիրելիներս, շատ լավ գիտենք, որ այլ երկրներում միայն գումարը վերցնում են ու գնում, բայց մենք հայերս ուզում ենք, որ մի կտոր հաց ու պանիր դնել սեղանին, օրհնել այդ գործը և մեր հարգանքը ցուցաբերել։ Այստեղ պատրաստություններ եմ տեսել, ուզում եմ ձկի խաշլամա անեմ, կարտոֆիլն եմ արդեն մաքրել, սկզբի համար, այսպես երկու մասի եմ բաժանում, շարում եմ կարտոֆիլը ներքևը, ձուկը կարտոֆիլի վրա եմ դնելու, իսկ սիմուչկան համառորեն ուզում եմ ինձ մոտ գալ, ես էլ դուռը ամուր
փակել եմ։ Սիմա համբերի։ Այսինքն երկու մասի եմ բաժանում, խոշոր կարտոֆիլը, դեղնին, հետո համեմունքները։ Բոլորը լավ ընտիր կարտոֆիլը, մեջը սև գետիկներ չունի, սիրելի հետևորդներ ջան։ Սիմա չես գալու։ Ամոթով անում այդ փիսոնից։ Դրանք նայի։ Առավոտը երբ որ գնացի աշխատանքի, ճանապարհին էի, վարպետը զանգեց, որ գալիս է։ Ես էլ շատ ուրախացա, քանի որ ասել եմ, որ հիմա շատ դժվար է, որ վարպետ ենք գտնում, որ գա ու ինչ-որ պետք է մեր տներում արվի, այստեղ ծուկն է, սարսեղցիկից հանել եմ, դեռ հետ չի եկել, կփորձեմ սրան կտրել, այ շատ աչոր, այստեղ պոմիդոր, որ պիտի կտրեմ վրան, վարում, Խոսքոտին ամենը ինչ-որ պետք է, ձգի խաշլաման ամենի համար, այդ ծուկը երևս ինդ է, ուրեմն մի փոքր սկսեմ, սիրելի հետևորդներ ջան, այնտեղ ցույց տվեցի, որ արդեն ցեխը արվել է ու գործը սկսել է, դե ես այս գործերով զբաղվեմ, Սիմա այստեղ, Սիմա Այ դու ավազակ Հիմա չեմ սկսելու սիրել հետևորդներ ջան Սիմային բռնեցի որ սիրեմ հեսա ստեղ իրան առանձին կատրին բրինձ կտամ ուտի հո ձգի հոտնարել ես այա ձգի հոտնարել ես Համել ասեմ սիրելի հետևորդներ ջան այդ տեղերը որ խմում եմ օգնում է ու կամաց ես ինձ եմ նմանվում, ասեմ, որ այն երեք, որ չիրեի չեմ պատրաստում շարում էի թելերի վրա, բոլորը կապել եմ, շարել եմ թելի վրա ու առավոտը հանել եմ դուրս, բալկոնում է, արև կողտեղը, միշտ տանն եմ չորացրել, Մազը չի թափվում, նախապես ասեմ, սիրելի հետևորդներ ջան, այդ պահից դուրս է եկել, իրան շատ եմ սիրում։ Ու ինչ էի ուզում ասել, այնքան մտքերս խառն այսօր, սիրելի հետևորդներ ջան, շատ եմ ուրախացել, որ վերանորոգման գործը առաջ է գնում, քանի որ ամբողջ տունը փոշի է, ահավոր փոշի է, ու ուզում եմ դրանից էլ ազատվել, որպեսզի տունս մաքուր լինի, համեն որ պեչը վառեմ, արդեն տաքությունը մնա, որ սենյակումից պետք է այդտեղ մնա, մազը չի թրջի, սիրելի հետևորդներ ջան, ես ինքս էլ շատ ու շատ իրեմ, ու այդ պահից ինքը դուրս է եկել, դա էլ մի պահ է, երբ որ կենդանիները մազը թողնում են, մազը փոխում են, Քանի որ գործերս այսպես կարելի ասել մի քիչ խառնա, դե լավ վիճակով ախարը, այսօր լրի պլաններս այլեր, սիրել հետևորդներ ջան, որոշել էի, որ գործից կգամ ու կսկսեմ կարալյոկը այդ շեղաձրերից քաղել, բայց որ վարպետը զանգեց, որ գալիս է արդեն, հարմար է իր գալը, ես էլ արդեն այդ պլանները փոխվեցին Չգիտեմ, այսօր այդ կողքի պատը կշարի, ցույց կտամ ու կարալյոկի քաղելն էլ կկազմակերպեմ, չի մնա, դե հիմա Սիմային էլ կերակրեմ, կատնու բրինձ եմ տալու իրան որ ուտի, հետո արդեն ձգի խաշլաման կանեմ, կգնամ ձեռքերս էլ կլվամ ու նոր կգամ կսկսեմ, պիտի մի քիչ թողնեմ ձոկը սառվածը հետ կա, նախապես չէի հանել սարսեղցիկից, քանի որ չգիտեի, թե երբ է գալու, ոչինչ, դա էլ շուտով հետ կգա ու ուտելիքն էլ կպատրաստեմ, ընդմիջումներով կմիանամ ձեզ, կփորձեմ հետաքրքիր դարձնել այս վլոգը, դե ես անցնեմ գործի, սիրելի հետևորդներ ջան, Սիմայի ամանը մյուս սենյակում ստիպված պետք է գնամ վերեմ Հեսա
Տեկի կաթն ու բրինձդ։ Նյամ, իրա սիրելի կերակուրն, համով կոտի։ Դրանց գարդ Իրանիրան է։ Հա, մեկ ինձ սիրուն աման եմ սարքել իմ սիմիչկայի համար։ Ես էլ մի քիչ նստեմ, հանգստանամ, հետո արդեն գործերս կշարունակեմ։ Սիրելի հետևորդներ ջան, այստեղ ուզում եմ ցույց տալ, որ գործը լավ առաջ է գնում, որպես հիմք առաջի շարքը տուֆով է սկսել, հիմքը ամուր լինի, հետո նոր արդեն բլոկով կբարձրացնի։ Այս վիճակն է մեր մոտ։ Սիրելի հետևորդներ ջան, Սիմային էլ ապահովեցի, կուշտ կերած գնացել է արև կողանում։ Ձուկն էլ մի քիչ տաք ջրի մեջ պահեցի, այդպես արագ շրջելով ու հաջողվեց մանրացնել, այս դանակով եմ մանրացրել, շատ ընտիր ձևով կտրեց, մի խոսքով իմ սրտովը, քանի որ այստեղ կարտոֆիլն արդեն կիսել եմ, կսևանար էլի, եթե սպասեի, արդեն ձուկը վրան շարեմ, այսպես հավեսով։ Որից հետո այստեղ 2 հատ պամիդոր եմ ուզում մանրացնել արագի մեջ, սիրուն մեծ շերտերով, տնավարի, հայավարի, այսպես, կամից հենց վրան, այս շերտերը, այս ձևով կտրած յուրահատուկ համով է լինում, Կարտոֆիլն էլ արագ եփվող, գիտեք 20 րոպեում եփվում է, ձուկն էլ վրան արդեն ընտիր կլինի, ամենավերջում եփվելուց 10 րոպե առաջ կարագ եմ մանրացնելու վրան և շատ ընտիր է լինելու, երկրորդ պոմիդորն էլ, մի հատ այս մասը այստեղ կտրեմ, Չնայած որ միջուկը շատ լավն է, այն մեջը կոշտերից չէ, ընտիր, այս մասը ծաղիկի տեղը կտրեմ, ընտիր, քիչ ջուր եմ լցնելու, սիրելի հետևորդներ ջան, քանի որ պատրաստ չէի, նաև բիբար չեմ գնել, շատ լավ կլիներ, որ բիբար էլ լիներ, այս ձևով իրա շատ ընտիր լինում, այնքանը էլ պետք չի, այս պամիդորը արդեն շատ կլինի, շատն էլ պետք չէ, սոխում նույնպես խոշոր կտորներով, այսպես, վրան խնձորի շերտերի նման, այսպես, ընտիր է լինում այս տարբերակով, այսպես, հետո կգնամ կանաչի կքավեմ, մի քիչ ունեմ, մի քիչ էլ կքավեմ իմ ցանած կանաչին, այսպես, հրաշալի, ջուրն եմ լցնում, շատ պետք չէ լցնել, թեթևակի այնքան չհասնի երեսը, դափնուտերև, այսպես, քանի որ ես շատ եմ սիրում դափնուտերև, հենց այսպես, իրես կոկոններով, բաչը բերեմ, ձեզ ցույց տամ, հավիսի բերեմ, միացնեմ իհարկե նոր, գործը արագացնեմ, ձեռքերը սրբեմ ու տեսախցիկը մոտեցնեմ, այսպես, ընտիր, և տեսախցիկը մոտեցնեմ այստեղ, այս գրավիչ տեսքն է ընդունել, եկել եմ դուրս, որ ցույց տամ կառալյոկի ջրի շարանները,
այսենց նշան եմ արել այն 10 կիլոգրամը, որ իմ չափը պահեմ, այս կողմից 8 հատ շարանը մեր չափն է, որ պիտի չորանալուց հետո քաշը իմանանք, սիրելի հետևորդներ ջան, եղանակը շարունակվում է հրաշալի մնալ, ճիշտ է, չգնացի կառալյոկը քաղելու, բայց այս մի գործը եղավ, մի հատ բացենք, տեսնենք ինչ վիճակ է, կարաքի լցնելու ժամանակն է, այսպես, կարակի մեջ կարակն է, մանրացնեմ վրան, անմիջապես, կանաչին նվացել եմ, կարակից հետո անմիջապես կանաչին կլցնեմ ու պատրաստ կլինի, ասեմ, որ աղնել եմ ցանել, այստեղ, այսպես խոշոր կտորներում, սիրելի հետևորդներ ջան, քան կտոր վրան, ինքը կհալի, կգնա, կհամարացնի ավելի, ընտիրություն, կարակից տակտեղից մի կողմ, առվեժը կանաչին նույնպես, այսպես, էլ չեմ դասավորել, քանի որ գիտեք, որ լվանում ենք, ինքը ոնց է խառնվում, ու եթե շտապում ենք, հատկապես սիրելի հետևորդներ ջան, անգամ եթե խոշոր կտորներով լինի, ավելի լավ, ավելի գեղեցիկ է նայվում, այսպես, համեմ է, սիրելի հետևորդներ ջան, ձկի հետ համեմ, սիման եկելա, այս անուշ կոպերն առելա, չբավարարվեց իրակացնու բրինձով ու ձկի խաշլամայի կոտը քիթն անգել, գործը լավ առաջագնում, սիրելի հետևորդներ ջան, իմ սրտով է, վարպետներ մեր գյուղից է, խելոք, աշխատող, համեստ, նոր ընտանիքի մարդ է, տես ու ճանաչ, ողիսի շլոտնո, այստեղ նախապես կտրել էի, մի հատ թակել, համերը չկորչի, մի քանի րոպե և կանջատ եմ արդեն, այսպես, իմ սիման եթե գուշտ է լինում, ձայներ չի հանում, հաշվում ենք, 1, 2, 3, 4, 5 և անջատում, մնացած ուտելիքները սիրելի հետևորդներ ջան, ինչ որ իրա հետ պետք է, տնավարիկ, շարեմ, սեղանք սարքեմ, ու մի կտոր հաց կուտենք, քանի որ արդեն ասեցի, որ մենք այդպիսին ենք։ Ուզեցի, որ տեսքը այս ձևով էլ ցույց տալ, ահա, խնդրեմ։ Եթե այս տարբերակը ձեզ դուր եկա, սիրելի հետևորդներ ջան, կարող եք պատրաստել, անմահական համեղ է լինում, ահա։ Եվ արդեն ասեմ սեղանը պատրաստելուն։ Արժե որ մի հատ էլ ամբոտ բացեմ, այն էլ իմ ամբողջ մոշի կամպոտը, սիրելի հետևորդներ ջան, քանի որ ամբողջ տունը փոշի է, ամեն օր փոշին նստել է, ինչ շատ մեծ աշխատանքներ էի սպասվում, այստեղ սեղանի վրա շատ բաներ կա զբաղեցրած, որոշ բաներ բերել եմ այստեղ եմ լցրել, որ շատ փոշին չնստի, իմ գույնը տեսեք, գույնը, խոշոր հատիկները, բացի չբերեմ,
ուզում եմ, որ ձեր համար էլ երևա։ Եվ բացում եմ։ Այսպես։ Սիմոն, դու էլ եկար։ Եվ սիրահետևորդներ ջան, հավեսով լցնում եմ այս սիրուն գրաֆիկայի մեջ։ Գույնան, դիր, գինո, գույնոնի, հատիկները այսպես մոտեցնեմ, թե ինչքան խոշոր է։ Եվ արդեն ասեմ, մնացած բաները կատարել եմ սիրել հետևորդներ ջան, մեր մի կտոր հացը կվայել ենք և արդեն կտեսնեմ վլոգս ինչպես եմ շարունակում։ Ոնց սիրում ենք ասել, ուստեն շաբաշարել։ Այսքան պատել այսօր, սիրելի հետևորդներ ջան, գիտեք, որ այստեղ կամար եւ ձևափոխում եմ, որպեսզի դուռ ամրացնեմ։ Այդ վերևի շարը ու այս ներքևի մասը, որ պիտի մեծ լավ շարվի, դա էլ վաղը կգա կշարունակի։ Լավ աշխատանք կատարեց այսօր։ Ես գոհ եմ։ Ձեզ էլ բարի գիշեր։